Եթե այս տարի ատոմակայանի գործունեությունը 3 ամսով ավելի երկար դադարեցվի վերանորոգման նպատակով, էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չի առաջանա։ 2025-ն ամփոփող ասուլիսում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։ Որովհետև այդ բացը լրացվում է այլ կայանների ավել աշխատանքի ճանապարհով։ Ասեմ ավելին, որ դեռևս խորհրդային տարիներից սկսած հայկական էներգետիկան տեղակայված հզորությունների մասով մինչ օրս պատմականորեն ունենք այդ լավ ժառանգությունը, մենք ունենք ավելի շատ տեղակայված գեներատորներ, հզորություններ, քան մեր սեփական սպառումն է։ Եվ հետևաբար ցանկացած պահի մենք այս կամ այն էլեկտրոկայանը կարող ենք փոխարինել այս կամ այն կանգառի մեջ գտնվող գեներացիայով կամ էլեկտրոկայանով, այլ բան է, թե դրա արդյունքում ինչպիսի սակագին կստանանք։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն էր հայտարարել, որ ապրիլից մեծ հավանականությամբ հայկական ատոմակայանը 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից։ Նաեւ ընդգծել էր, որ ատոմակայանը ոչ միայն չի փակվելու, այլև 10 տարով երկարացվելու է դրա գործունեության ժամկետը։ Անդրադառնալով Հայաստանում մոդուլային ատոմակայանների հնարավոր կառուցման մասին հնչող մտահոգություններին, թե աշխարհում դեռ նման բան չկա, ու մեր երկիրը փորձադաշտ է դառնալու, Մեսրոպ Մեսրոպյանը հիշեցրեց. հայկական ատոմակայանն էլ խորհրդային միության տարիներին իր ձևի մեջ առաջինն էր։ Իսկ այն ժամանակ հասկանալի է, որ աշխարհը մեր համար սկսվում եւ ավարտվում է սովետական միության շրջանակներում։ Եվ եթե պատկերացրեք այն ժամանակ այդ առաջինը լինելու փաստով պայմանավորված, այն օրերի հայ ղեկավարները հրաժարվեին ատոմակայան կառուցելու գաղափարից կամ այդ փխրուն հակափաստարկներից ելնելով չթողեին, որ կամ չգային համաձայնության, որ Հայաստանում ատոմակայան կառուցվի։ Նայրիտը նույնպես կաուչուկի արտադրության սկզբունքով լրիվ նոր բան էր, հավելեց նա։ Իսկ մոդուլային ատոմակայան նախատեսվում է մի շարք երկրներում։ Առնվազն աշխարհի 15 պետություններում, օֆիցիալ տվյալներ եմ ասում ձեզ, աշխարհի 15 պետություններում այս պահին 51 մոդուլային ատոմակայան պետք է կառուցվի, որոնք գտնվում են նախագծման փուլում եւ գտնվում են սերտիֆիկացման փուլում։ Ճիշտ այն փուլում, որ փուլում գտնվում է նախնական բանով մեր մոտ կառուցվող մոդուլային ատոմակայանը։ Հետևաբար գործը դեռ չսկսած, գաղափարը դեռ կյանքի չկոչած, տենց փխրուն ենթադրությունների վրա վատաբանել եւ ընդդիմանալ այս ամենին դա ընդունելի չէ։ Նախագծվող ամերիկյան մոդուլային ատոմակայանը Մեսրոպյանի խոսքով ունի մի շարք առավելություններ, մասնավորապես այն, որ պասիվ հանգստի անցնելու մեխանիզմով է աշխատելու։ Վթարային իրավիճակներում մոդուլային ատոմակայանի սառեցման համար մարդու միջամտության կարիք չի լինելու։ Մոդուլային այս տիպի ատոմակայանները 80-ից 90%-ով իրենց հիմնական բաղկացուցիչ սարքավորումները եւ մասերը արտադրվելու են արտադրող գործարաններում եւ միայն տեղափոխվելու են տարածք այն երկիր, որտեղ որ պետք է տեղակայվեն եւ լեգոյի սկզբունքով հավաքվելու են դրանք։ Այսինքն եւ ժամանակի մեջ շինարարության, եւ շինարարության սխալանքի, եւ անվտանգության առումով սրանք շատ ավելի բարձր դասի ատոմակայաններ են, քան այն ինչ որ այսօր ունենք։ Եվ հատկապես, որ այս մոդուլային ատոմակայանները պետք է ստորգետնյա կառուցվեն ռեակտորային մասը։ Որպես հանձնաժողովի նախագահ, որպես մասնագետ ու Հայաստանի քաղաքացի, նորմալ է վերաբերվում Հայաստանի էներգետիկ համակարգերը թուրքական ու ադրբեջանական համակարգերին կապելու հեռանկարին։ Մենք տարիներ շարունակ դժգոհում էինք շրջափակումից, հիմա ոնց որ թե սկսել ենք դժգոհել ապաշրջափակումից։ Ենթակառուցվածքը պետք է աշխատի, ենթակառուցվածքները պետք է աշխատեն եւ լայն հնարավորություններ են դրանք տալու ապագայում արդեն 1-1.5 ժամ խոսում ենք տարբեր թեմաներից էներգետիկայի խնդիրներից, այդ խնդիրների լուծման համար նաեւ 2025 թվականին գազամատակարարման ոլորտում իրականացվել է 31 միլիարդ դրամի չափով ներդրում, էլեկտրաէներգետիկական համակարգում 21 միլիարդ։ Այս ներդրումներն ուղղվել են սպառողների սպառման համակարգերի միացմանը, առևտրային հաշվառման համակարգերի կատարելագործմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը եւ այլն։ 2025 թվականին նաեւ կասեցվեց ՀԵՑ-ի լիցենզիայի գործողությունը, ինչը սակայն տեղի չի ունենում Վեոլիա ջրի դեպքում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը
վստահեցրեց որևէ ընկերության նկատմամբ հանձնաժողովը կողմնակալ չէ, լիցենզիայից զրկելն էլ ինքնանպատակ չէ։ Պարզապես Վիոլայի պարագայում տարբերությունը բավական մեծ է հեծի հետ կապված խնդրից, որովհետև այն խնդիրները, որոնք որ ունենք բովանդակային եւ հիմնական այն խնդիրները, որոնք որ ունենք Վիոլա ջրում, այստեղ այս խնդիրների լուծման համար մեծ դեր ուներ նաեւ պետությունը ինքը, որը ինչ պատճառներով տարիներ ի վեր չի արել։ Անցած տարի առաջին անգամ եռակողմ հուշագիր էր ստորագրվել Veolia ջուրընկերության, ֆրանսիական գլխամասի ընկերության եւ Հայաստանի կառավարության միջև, ըստ որի մի քանի տարի վարձավճարները տարեկան մոտ 11 միլիարդ դրամ կմնան ոլորտում եւ կուղղվեն ենթակառուցվածքների արդիականացմանը։ Արդյունքում կնվազեն թե ջրագողությունը ու թե ջրի ստորգետնյա կորուստները։ Դրա արդյունքում ընդհանուր համակարգում տեսանելի ապագայում կարճ ժամանակում շոշափելի կլինեն դրական հետևանքները։ Հունվարի կոմունալները վճարելուց հետո հանրության շրջանում դժգոհություններ ու կասկածներ կան, թե հավելագրումներ են արվել։ Հանձնաժողովի ստեղծման օրվանից նման բողոքներ միշտ լինում են եւ ես չեմ կարող բացառել ոչ անցյալի հետ բան չանենք, ոչ հիմա, ոչ ապագայում, որ չենք ունենա մի դեպք, որ այս կամ այն տեսուչի անփույթ աշխատանքով որևէ, ասենք, օրինախախտում տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում, գազամատակարարման ոլորտում, ջրամատակարարման ոլորտում կամ էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում։ Հավելեց զանգվածաբար նման երևույթ չկա, ու ինչպես բողոքներ են ստանում հավելագրումների մասին, այնպես էլ գոհունակություն են լսում, որ հեծի կառավարչի փոփոխության արդյունքում ամսական 3-ից 5 հազար դրամով նվազել են վարձավճարները։ Ամեն դեպքում բոլոր բողոքները կքննվեն սահմանված կարգով։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։